Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10-րդ 12-ի ընտրությունը Հիսուսն իր մոտ կանչելով իր 12 աշակերտներին, նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիներ հանելու և բոլոր ցավերն ու բոլոր հիվանդությունները բժշկելու: 12 առաքյալների անունները սրանք էին. առաջին՝ Սիմոն, որ Պետրոս անվանվեց, և նրա եղբայրը Անդրեաս, Զեբեդեոսի որդի Հակոբոս և նրա եղբայրը Հովհաննես, Փիլիպպոս և Բարթողեմեոս, Թովմաս և Մատթեոս Մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս և Ղեբեոս, որ Թադեոս անվանվեց, Սիմոն Կանանացի և Հուդա Իսկարիովտացի, որն էլ մատնեց նրան: 12-ի առաքելությունը Հիսուսը 12-ին ուղարկեց և պատվիրեց նրանց ասելով. «Հեթանոսների մոտ տանող ճանապարհով չգնաք և սամարացիների որևէ քաղաք չմտնեք, այլ նախընտրեք գնալ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ: Երբ գնաք, քարոզեք և ասեք, որ մոտեցել է երկնքի արքայությունը: Հիվանդներին բժշկեք, բորոտներին մաքրեք, դևերին հանեք, ձրի առակ ձրի էլ տվեք: Ձեռք մի բերեք ոչ ոսկի, ոչ արծաթ, ոչ էլ պղնձադրամ ձեր գոտիների մեջ, ոչ պարկ ճանապարհի համար, ոչ էլ երկու հագուստ, ոչ կոշիկ, ոչ էլ ցուպ: Մշակն արժանի է իր կերակրին: Որ քաղաքը կամ որ գյուղը մտնեք, հարցրեք, թե ով է այնտեղ արժանավոր և այնտեղ մնացեք, մինչև ելնեք այնտեղից: Երբ այդ տունը մտնեք, ողջույն տվեք նրան և ասեք. ողջույն այս տանը: Եթե տունն արժանի լինի, ձեր ողջույնը նրա վրա իջնի: Իսկ եթե արժանի չլինի, ձեր ողջույնը ձեզ թող վերադառնա: Եթե մեկը չընդունի ձեզ և չլսի ձեր խոսքերը, երբ այդ քաղաքից դուրս գաք, թափ տվեք փոշին ձեր ոտքերից: Ճշմարիտ եմ ասում ձեզ, դատաստանի օրը Սոդոմացիների ու Գոմորացիների երկրի համար ավելի դյուրին կլինի, քան այդ քաղաքի համար: Նեղություններ և հալածանքներ Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ գայլերի մեջ: Այսուհետև օձերի պես խորագետ եղեք և աղավնիների պես միամիտ: Զգույշ եղեք մարդկանցից, որովհետև ձեզ դատարաններ կհանձնեն և ձեզ իրենց ատյաններում կտանջեն: Ձեզ կառավարիչների ու թագավորների առաջ կտանեն իմ պատճառով, որպեսզի նրանց և հեթանոսներին վկայություն տաք: Բայց երբ ձեզ մատնեն, չմտահոգվեք, թե ինչպես կամ ինչ պիտի խոսեք, որովհետև այդ ժամին ձեզ կտրվի այն, ինչ պիտի խոսեք, որովհետև ոչ թե դուք եք խոսելու, այլ ձեր Հոր Հոգին, որ կխոսի ձեր միջոցով: Եղբայրն իր եղբորը մահվան կմատնի, հայրը որդուն: Զավակները ծնողների դեմ կելնեն և նրանց կսպանեն: Եվ իմ անվան պատճառով բոլորից ատված կլինեք: Բայց ով համբերի մինչև վերջ, նա կփրկվի: Երբ ձեզ հալածեն մի քաղաքում, փախեք դեպի մեկ ուրիշը: Եվ եթե ձեզ այնտեղից էլ հալածեն, փախեք դեպի մյուսը: Ճշմարիտ եմ ասում ձեզ. Իսրայելի քաղաքները սպառած չեք լինի նախքան մարդու որդու գալուստը: Աշակերտն առավել չէ ուսուցչից, ոչ էլ ծառան իր տիրոջից: Աշակերտին բավական է, որ իր ուսուցչի նման լինի և ծառային իր տիրոջ նման: Եթե տանտիրոջը Բեղզեբուղ կոչեցին, որքան ավելի նրա ընտանիքի անդամներին: Այսուհետև նրանցից չվախենաք, որովհետև չկա ծածուկ բան, որ չհայտնվի և գաղտնի բան, որ չիմացվի: Ինչ որ ձեզ ասում եմ խավարի մեջ, ասեք լույսի մեջ, և ինչ որ լսում եք շշուկով, քարոզեք տանիքների վրա: Եվ մի վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում: Այլ դուք հատկապես վախեցեք նրանցից, ով կարող է թե հոգին և թե մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ: Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ լումայով է վաճառվում, բայց նրանցից ոչ մեկն իսկ առանց ձեր Հոր գիտության գետնին չի ընկնում: Իսկ ձեր գլխի յուրաքանչյուր մազն անգամ հաշված է: Արդ մի վախեցեք, որովհետև բազմաթիվ ճնճղուկներից ավելի արժեք ունեք: Ամեն ոք, ով ինձ կխոստովանի մարդկանց առջև, ես էլ նրան կխոստովանեմ իմ Հոր առջև, որ երկնքում է: Իսկ ով ինձ կուրանա մարդկանց առջև, ես էլ նրան կուրանամ իմ Հոր առջև, որ երկնքում է: Սուր և խաչ Չկարծեք, թե եկել եմ երկրի վրա խաղաղություն բերելու: Չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր, որովհետև եկել եմ բաժանելու: Որդուն իր հորից, դստերն իր մորից և հարսին իր կեսուրից: Մարդու թշնամիներն իր ընտանիքի անդամները կլինեն:
Ով իր հորը կամ մորը սիրում է ինձնից ավելի, ինձ արժանի չէ, ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ, եւ ով չի վերցնում իր խաչը եւ չի գալիս իմ հետևից, ինձ արժանի չէ։ Ով ջանա փրկել իր կյանքը առանց ինձ, կկորցնի այն, իսկ ով ինձ համար կորցնի իր կյանքը, նրան կփրկեմ։ Ով ձեզ է ընդունում, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում։ Ով մարգարեին ընդունում է իբրև մարգարեի, մարգարեի վարձ կստանա, ով արդարին ընդունում է իբրև արդարի, արդարի վարձ կստանա։ Եվ ով այս փոքրիկներից մեկին թեկուզ մի բաժակ սառը ջուր տա խմելու, իբրև աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չի կորցնի։ Հովհաննես Մկրտչի պատգամաբերները, գլուխ 11։ Երբ Հիսուսն ավարտեց իր 12 աշակերտներին պատվեր տալը, այդտեղից գնաց քարոզելու և ուսուցանելու շրջակա քաղաքներում։ Իսկ Հովհաննեսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին և նրանց միջոցով հարցրեց նրան. «Դու ես, որ գալու ես, թե ուրիշին սպասենք»։ Հիսուսը պատասխան տվեց նրանց և ասաց. «Գնացեք պատմեք Հովհաննեսին այն, ինչ լսեցիք ու տեսաք. կույրերը տեսնում են, կաղերը քայլում, որոտները մաքրվում, խուլերը լսում, մեռելները հարություն առնում և աղքատներին ավետարանվում են։ Եվ երանի նրան, ով չի գայթակղվի իմ պատճառով»։ Հիսուսի վկայությունը Հովհաննես Մկրտչի մասին։ Երբ Հովհաննեսի աշակերտները գնացին, Հիսուսն սկսեց ժողովրդին ասել Հովհաննեսի մասին. «Անապատում ինչ տեսնելու ելաք, քամուց շարժվող եղեք, հապա ինչ տեսնելու ելաք, փափուկ զգեստներով զարդարված մարդու։ Ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագավորական պալատներում են, հապա ինչ տեսնելու ելաք, մարգարեի։ Այո, ասում եմ ձեզ, ավելին, քան մարգարե, որովհետև այդ նա է, ում մասին գրված է. ահա ես իմ պատգամաբերին եմ ուղարկում քո առջևից, ով քո առաջ կպատրաստի քո ճանապարհը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել, բայց երկնքի արքայության մեջ ամենից փոքրը նրանից ավելի մեծ է։ Հովհաննես Մկրտչի քարոզչության օրերից մինչև այժմ երկնքի արքայությունը ձեռք բերելու համար ուժ է գործադրվում եւ ուժեղներն են հափշտակում այն։ Ամբողջ օրենքն ու մարգարեները մինչև Հովհաննեսը մարգարեացան, եւ եթե ուզում եք ընդունել, նա է Եղիան, որ գալու է։ Ով լսելու ականջ ունի, թող լսի։ Ում նմանեցնեմ այս սերնդին, նման է այն մանուկներին, որոնք նստում են հրապարակներում, ձայն են տալիս իրենց ընկերներին եւ ասում. «Ձեզ համար փող փչեցինք, բայց չպարեցիք, ձեզ համար ողբ երգեցինք, բայց չկոծեցիք»։ Եկավ Հովհաննեսը, ոչ ուտում էր, ոչ խմում, եւ ասում են. «Նրա մեջ դև կա»։ Եկավ Մարդու որդին, ուտում է ու խմում, եւ ասում են. «Ահա ուտող խմող մարդ, մաքսավորների ու մեղավորների բարեկամ»։ Բայց Աստծո իմաստությունը հասկացվեց իր որդիների կողմից։ Վայ անհավատ քաղաքներին։ Այդ ժամանակ Հիսուսն սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում նրա բազմաթիվ հրաշքները կատարվեցին, բայց նրանք չապաշխարեցին։ Վայ քեզ Քորազին, վայ քեզ Բեթսայիդա, որովհետև եթե Տիրուսով ու Սիդոնում կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց արդեն Քուրձով ու Մոխրով ապաշխարել էին։ Բայց ասում եմ ձեզ, Տյուրոսի ու Սիդոնի երկրի համար ավելի դյուրին կլինի դատաստանի օրը, քան ձեզ համար։ Եվ դու, Կափառնայում, մինչև երկինք չես բարձրանա, այլ մինչև դժոխք իջնես, որովհետև եթե Սոդոմում կատարվեին այն հրաշքները, որ քո մեջ կատարվեցին, մինչև այսօր հաստատ կանգուն կլիներ։ Բայց ասում եմ ձեզ, որ Սոդոմացիների երկրի համար ավելի դյուրին կլինի դատաստանի օրը, քան քեզ համար։ Գոհություն երկնավոր Հորը։ Այդ ժամանակ Հիսուսը շարունակեց եւ ասաց. «Գոհություն եմ հայտնում քեզ, Հայր, Տեր երկնքի ու երկրի, որ ծածկեցիր այս բաներն իմաստուններից ու գիտուններից եւ հայտնեցիր մանուկներին։ Այո, Հայր, որովհետև այսպես հաճելի եղավ քեզ։ Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից, եւ ոչ ոք չի ճանաչում Որդուն բացի Հորից, եւ ոչ ոք չի ճանաչում Հորը բացի Որդուց եւ նրանից, որին Որդին կուզենա հայտնել։ Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու ծանրաբեռնվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք եւ սովորեք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ, եւ ձեզ համար հանգիստ կգտնեք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Գլուխ 12. Շաբաթ օրը հարգելու հարցը։
Այդ ժամանակ Հիսուսը շաբաթ օրը գնաց նրանց արտերի միջով։ Նրա աշակերտները քաղցեցին և սկսեցին հասկ պոկել ու ուտել։ Իսկ փարիսեցիները, երբ տեսան, ասացին նրան. «Ահա քո աշակերտներն անում են այն, ինչ օրինավոր չէ անել շաբաթ օրը»։ Հիսուսը նրանց ասաց. «Դուք չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ քաղցեցին ինքը և նրանք, որ իր հետ էին, ինչպես Աստծո տունը մտավ և կերավ առաջավորության հացը, մի բան, որ բացի քահանաներից օրինավոր չէր ուտել ոչ նրա և ոչ էլ նրանց համար, որ իր հետ էին։ Կամ չե՞ք կարդացել օրենքում, որ քահանաները լուծում են շաբաթ օրերը տաճարում ծառայելով, սակայն մեղավոր չեն համարվում, բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից ավելի կարևոր բան կա։ Եթե իմանայիք, թե ինչ է նշանակում ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ, ապա անմեղներին չէիք դատապարտի, այնպես որ մարդու որդին շաբաթ օրվա տերն է»։ Չորացած ձեռքի բժշկումը։ Այդտեղից հեռանալով Հիսուսը եկավ նրանց ժողովարանը։ Այնտեղ մի մարդ կար, որի ձեռքը չորացած էր։ Հիսուսին հարցրին ասելով, թե օրինավոր է շաբաթ օրը բժշկել, որպեսզի ամբաստանեն նրան։ Նա պատասխանեց. «Ձեր միջից ո՞վ է այն մարդը, որ եթե մի ոչխար ունենա և շաբաթ օրով այն ընկնի փոսի մեջ, միթե չի բռնի ու վեր հանի նրան։ Իսկ արդ մարդը ոչխարից որքան առավել է։ Հետևաբար օրինավոր է շաբաթ օրով բարի գործել»։ Այդժամ մարդուն ասաց. «Երկար իր ձեռքդ»։ Նա երկարեց չորացած ձեռքը և այն մյուս ձեռքի նման առողջ դարձավ։ Իսկ փարիսեցիները դուրս եկան և խորհրդակցեցին նրա դեմ, թե ինչպես կորստյան մատնեն նրան։ Երբ Հիսուսն իմացավ, հեռացավ այդտեղից։ Նրա հետևից մի մեծ բազմություն գնաց, և նա ամենքին բժշկեց։ Եվ խստիվ պատվիրեց նրանց, որ իր մասին ոչ ոքի բան չասեն, որպեսզի իրականանար Եսայի մարգարեի միջոցով ասվածը. «Ահա իմ ծառան, որին ընտրեցի, և իմ սիրելին, որին հավանեց հոգիս. նրա վրա կդնեմ իմ հոգին, և հեթանոսներին կպատմի արդարության մասին. Չի հակառակվի և չի աղաղակի, և ոչ ոք հրապարակներում նրա ձայնը չի լսի, ջախջախված եղեգը չի փշրի, և առկայծող պատրույգը չի հանգցնի, մինչև որ դատաստանը հաղթանակի հասցնի, և հեթանոսներն իրենց հույսը նրա վրա կդնեն»։ Հիսուսը և Բեեղզեբուղը։ Այն ժամանակ Հիսուսի մոտ բերվեց կույր ու համր մի դիվահար, և Հիսուսը բժշկեց նրան, այնպես որ համր ու կույր մարդը սկսեց խոսել ու տեսնել։ Ժողովրդի ողջ բազմությունը զարմացավ և ասում էր. «Մի՞թե սա է Քրիստոսը, Դավթի որդին»։ Բայց փարիսեցիները, երբ լսեցին, ասացին. «Դա դևերին ուրիշ կերպ չի հանում, եթե ոչ Բեեղզեբուղի դևերի իշխանի միջոցով»։ Երբ Հիսուսն իմացավ նրանց խորհուրդները, նրանց ասաց. «Ինքն իր մեջ մասնատված ամեն թագավորություն ավերվում է, և ինքն իր մեջ բաժանված ամեն քաղաք կամ տուն չի կարող կանգուն մնալ։ Եթե սատանան սատանային հանում է, ինքն իր մեջ բաժանվեց, ուրեմն նրա թագավորությունը ինչպե՞ս կարող է կանգուն մնալ։ Եթե ես Բեեղզեբուղի միջոցով եմ հանում դևերին, ձեր որդիներն ինչո՞վ են հանում, հետևաբար նրանք ձեր դատավորներն են։ Իսկ եթե Աստծո հոգով եմ հանում դևերին, ուրեմն Աստծո արքայությունը հասել է ձեզ վրա։ Կամ ինչպե՞ս կարող է մեկն ուժեղ մարդու տունը մտնել և նրա ունեցվածքը կողոպտել, եթե նախ չկապի այդ ուժեղ մարդուն և ապա նրա տունը կողոպտի։ Ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։ Ուստի ասում եմ ձեզ. ամեն մեղք, որ հայհոյանք կներվեն մարդկանց, բայց հոգու դեմ հայհոյանքը չի ներվի։ Ով մարդու որդու դեմ խոսք ասի, նրան կներվի, բայց ով Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի ներվի ոչ այս աշխարհում, ոչ էլ հանդերձյալում։ Եթե ծառը լավ պահեք, նրա պտուղը լավ կլինի, եթե ծառը վատ պահեք, նրա պտուղը վատը կլինի, որովհետև ծառն իր պտղից է ճանաչվում։ Իժերի ծնունդներ, ինչպե՞ս կարող եք բարի բաներ խոսել, երբ ինքներդ չար եք, որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։ Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարիք է անում, իսկ չար մարդն իր սրտի չար գանձերից չարիք է անում։ Բայց ասում եմ ձեզ, որ մարդիկ ամեն դատարկ խոսքի համար, որ խոսում են, հաշիվ են տալու դատաստանի օրը։ Քո խոսքերը արդարացնելու են քեզ, և քո խոսքերը դատապարտելու են քեզ։ Նշանի հայցում։ Այդ ժամանակ դպիրներից ու փարիսեցիներից ոմանք դիմեցին Հիսուսին և ասացին. «Վարդապետ, ուզում ենք մի նշան տեսնել քեզնից»։ Հիսուսը պատասխանեց և ասաց. «Չար ու շնացող մի սերունդ նշան է ուզում, բայց նրան նշան չի տրվի, նրան Հովնան մարգարեի նշանից բացի։ Ինչպես որ Հովնանը 3 օր ու 3 գիշեր մնաց
կետի փորի մեջ, նույնպես էլ մարդու որդին 3 օր ու 3 գիշեր կմնա երկրի ընդերքում։ Նինվեացիները դատաստանի օրն այս սերնդի դեմ դուրս կգան և կդատապարտեն նրան, որովհետև նրանք Հովնանի քարոզությամբ զղջացին, իսկ ահա այստեղ Հովնանից ավելի մեծը գա։ Հարավի թագուհին դատաստանի օրն այս սերնդի դեմ դուրս կգա և կդատապարտի նրան, որովհետև երկրի ծայրամասերից եկավ լսելու Սողոմոնի իմաստությունը, իսկ ահա այստեղ Սողոմոնից ավելի մեծը գա։ Երբ պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց շրջում է անջրտի վայրերում, հանգիստ է որոնում և չի գտնում, այդ ժամանակ ասում է. «Վերադառնամ իմ տունը, որտեղից որ դուրս եկա», և գալիս գտնում է այն դատարկ, մաքուր ու կարգի բերված։ Ապա գնում է իր հետ վերցնում իրենից ավելի չար 7 ուրիշ ոգիներ և մտնում բնակվում է այնտեղ, և այդ մարդու վերջը լինում է ավելի վատ, քան նախկինում էր։ Այսպես կլինի նաև այս չար սերնդի հետ։ Հիսուսի մայրն ու եղբայրները։ Մինչ Հիսուսը խոսում էր ժողովրդի հետ, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնել էին դրսում և ուզում էին խոսել նրա հետ։ Եվ մեկն ասաց նրան. «Ահա քո մայրն ու եղբայրները կանգնած են դրսում և ուզում են քեզ հետ խոսել»։ Նա պատասխանեց իր հետ խոսողին և ասաց. «Ո՞վ է իմ մայրը կամ ովքեր են իմ եղբայրները»։ Եվ ձեռքը պարզելով դեպի իր աշակերտները, ասաց. «Ահա իմ մայրը և իմ եղբայրները, որովհետև ով կատարում է կամքը իմ հոր, որ երկնքում է, նա է իմ եղբայրը, քույրն ու մայրը»։